Մեծ սկանդալ Բեքհեմների ընտանիքում, որովհետև իրանց տղան Բրուքլին Բեքհեմը վերջապես խոսել է ու մեղադրել է իր ծնողներին ամբողջ կյանքում իրան կառավարելու մեջ։ Ու այս վիդեոյում ես բերել եմ էքսպերտ Բեքհեմների ընտանիքում տարիներով։ Համարը մի քանի ամիս առաջ շատ մեծ սկանդալ էր բարձրացել ինտերնետում։ Դեվիդ Բեքհեմը ու Վիկտորիա Բեքհեմը unfollow են արել իրանց տղային Բրուքլին Բեքհեմին։ Գիտենք, որ այս ամբողջ ընթացքում իրանց հարաբերությունները բավականին սրված է եղել, բայց այդ լուրերից հետո Քրուս Բեքհեմը իրանց տղաներից մեկը ասում է story-ով Instagram-ի, որ իհարկե տենց բան չի կարա լինի ու իր ծնողները չեն կարող unfollow անեն իրանց տղային ու ասում է, որ իրանք արթնացել են բլոկված։ Այսինքն Բրուքլինը իրանց արել է բլոկ, որի արդյունքում unfollow են եղել ավտոմատически։ Եկեք այս սիտուացիայից գնանք մի փոքր հետ դեպի 2020 թիվ։ Հիշենք, թե ինչից են սկսել այս բոլոր սկանդալները։ Ու իրանք սկսել են Բրուքլին Բեքհեմի ու Նիկոլա Պելցի հարսանիքի։ Մինչ հարսանիք, բանով ես հիշում եմ, իրանք շատ լավ հարաբերությունների մեջ են եղել հենց Նիկոլան ու Վիկտորիա Բեքհեմը։ Նիսկ պոստեր են արել իրար մաս, երբ որ առաջարկությունը արել Բրուքլինը, Վիկտորիան ասել է, «Մենք շատ ուրախ են, որ նման բարի ու սիրուն հարսիկ են ունենալու»։ Իսկ թվացել է ամենասկզբից Վիկտորիան Նիկոլային չի սիրել։ Թվում է, որ Վիկտորիան շատ խարակտերով կին է։ Հենց ընտանիքը հիմա մենակ սովորական մի դինի ընտանիք չի, այլ բրենդ է։ Ասենք նրանից, որ հարսանիքից հետո սկսում են լուրեր տարածվել, որ ամեն ինչ շատ վատ է եղել, կետեր են եղել, որոնք այդքան էլ նորմալ սիտուացիաներ չեն։ Առաջին լուրը, որը տարածվել է, հարսանեկան գեստի հետ է կապված եղել։ Ասում են, որ Վիկտորիա Բեքհեմը, իր շորի բրենդը, պետքա կարի Նիկոլայի գլխավոր շորը հարսանեկան։ Հենց հստացվում, որ ինքը դուրս է գալիս Վալենտինոյով ու ասում են, որ cancel է եղել այդ շորի կարելու ընթացքը։ Որ ուղղակի, հա, Վիկտորիա Տելյան ժամանակ չի կարացել տրամադրի։ Իրանց դրա մասին ասվել է մոտավորապես մի 2 շաբաթ առաջ։ Մարդիկ ասում էին, որ կանում տենց չի եղել դեռ այդ ժամանակվանից, ուզեցել են հարամանեն, այսպես ասած, այդ շորի պահը։ Երկրորդ շատ մեծ սկանդալը եղել է այն, որ լուրեր էին տարածվել, որ Մարկ Էնթոնին հարսանիքը վարելու ժամանակ բեմա դուրս գալիս ու այն պահին, որ պետքա πάρեն Նիկոլան ու Բրուքլինը, ասում է. «Բեմ եմ հրավիրում այս երեկոյի ամենագեղեցիկ կնոջը Վիկտորիա արի»։ Ու ասում էին, որ այդ ժամանակ Նիկոլան լացելով ոնց որ դուրս է վազել, բայց մեկը պարը տեղի ունեցել։ Բացի այդ, նաև շատ երկար լուրեր էին պատտվում, որ Վիկտորիան հատուկ է ընտրել իր այդ շորը, սենց հիշում եք, եթե արծաթագույն, շատ երկար, սենց ինչ-որ հարսանեկան վայբով շոր էր։ Երկար դրա մասին էր քննարկումներ գնում, որ իր համար ժամանակ եղել է կարելու։ Տղաների ընկերուհիները եկել էին հենց իր բրենդի շորերով։ Ասել էր, որ բոլորը ընտանիքում եկել են Վիկտորիայի բրենդով, բացի գլխավոր մարդուց։ Ամեն ինչից հետո անդադար սկսում են լուրեր տարածվել, որ Նիկոլան ու Վիկտորիան ատում են իրար։ Նրանք անընդհատ այդ ամեն ինչը փորձում էին կոտրել, տարբեր տեղեր գրում էին իրար, վիդեո պոստեր ու ամեն ինչ, բայց ինչ որ պահ է գալիս իրարից ընդհանրապես ոնց որ կտրված մարդիկն են, կարծվում է, որ Բրուքլինը սկսել է խզել իր հարաբերությունները ընտանիքի հետ։ Որ գնացել են Մեղրամիս, այդտեղ չի եղել ոչ մի Բեքհեմների ընտանիքից կայացուցիչ,